Մանկական ալիք, Նանի Զանի Հանս Քրիստիան Անդերսեն Մատնաչափիկ Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում, բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին կինը կոչում է մատնաչափիկ։ Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը։ Սա որոշում է ամուսնացնել մատնաչափիկին իր որդու հետ։ Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ։ Գորտի որդին իսկույն սիրահարվում է և որպեսզի մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա։ Աղջկան օգնության են գալիս ձկները։ Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես, որ այն սահում է ջրի մակերևույթով։ Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը։ Նա բերում է մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ, սակայն նրանք չեն հավանում աղջկան, որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները։ Մատնաչափիկը մենակ է մնում անտառում։ Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել։ Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում։ Հետո մուկը որոշում է վաճառել մատնաչափիկին իր հարևանին, կույր Խլուրդին։ Խլուրդը հարուստ և շատ ագահ է, նա խոստանում է մտածել ամուսնության մասին։ Նա ցույց է տալիս մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները։ Սրահներից մեկում մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի։ Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է։ Գալիս է գարունը, և ծիծեռնակը դուրս է թռչում Խլուրդի սրահից։ Այդ ժամանակ Խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ։ Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ Խլուրդի հետ։ Գալիս է հարսանիքի օրը։ Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ դույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին։ Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր։ Նա իր մեջքին է նստեցնում մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ, փրկելով ժլատ Խլուրդից։ Տաք երկրում մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ։ Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ։ Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում։ Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի։